Աշխատանքային օրվա սկիզբը տարբերվող էր Գորիսի IT ընկերություններից մեկում։ Երիտասարդ ծրագրավորողները թողել էին համակարգիչներն ու հավաքվել հանդիպելու ազգային ժողովի падգամավոր Արմեն Խաչատրյանի եւ Պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի հետ։ Մինչև վերջին րոպեն բոլորից գաղտնի էր պահվել այցի նպատակը։ Սյունեցի պաշտոնյաները մայրաքաղաքից Գորիս դատարկաձեռն չէին եկել։ Հայաստան Հանրապետության Պաշտպանության նախարարի կողմից Վաչե Ջավահիրյանը պարգևատրվել է Գարեգին Նժդեհ մեդալով։ Վաչեն ծանր վիրավորվել էր 44-օրյա պատերազմում, Արկի Բեկորը վնասել էր գլուխը, անճանաչելի դարձնելով դեմքի ձախ կողմն ու զրկելով մեկ աչքը տեսողությունից։ Երիտասարդը բազմաթիվ վիրահատություններից հետո ոտքի է կանգնել, մասնագիտություն ձեռք բերել ու կյանքը նոր կետից սկսել։ Անակնկալ էր ինձ համար։ Չէի սպասում ընդհանրապես, պարզվեց, որ իմ համար են բոլորը հավաքվել։ Պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով իրենց այցը երկու նպատակ ունի՝ վստահեցնել Վաչեին ու հայրենիքը անձնվիրաբար պաշտպանած մյուս տղաներին, որ նրանց քաջությունը չի մոռացվում, նաև աշխարհի հայերին ներկայացնել համակարգչային ինժեներիայով ու դիզայնով զբաղվող սյունեցիներին։ Վաչեին ճանաչում եմ երեթե արդեն 2 տարի եւ իմ ուշադրության կենտրոնում է նաև Վաչեի ձեռքբերումները, առաջընթացը եւ ոչ միայն Վաչեի, նաև եւս նախկին զինծառայողներ կան, ովքեր վիրավորումներ են ստացել, խնդիրներ ունեն, նույնիսկ հենաշարժողական խնդիրներ ունեն, բոլորն էլ մեր ուշադրության կենտրոնում են, հատկապես ես ուշադրության կենտրոնում եմ պահում եւ առաջին իսկ հնարավորության անհրաժեշտության դեպքում իհարկե հնարավոր բոլոր միջոցներով աջակցում ենք, որպեսզի այդ մարդիկ խնդիր չունենան։ Վաչեի գործընկերները հուզված էին, Արուս Աղաբեկյանն ասում է, երիտասարդն իրենց ամեն վայրկյան հիշեցնում է ուժեղ լինելու կարևորության մասին։ Որպես գործընկեր ինձ համար Վաչեն նույնիսկ ոչ միայն որպես գործընկեր, այլ որպես հայրենակից ինքը այնքան ուժ ա գտել իր մեջ, որ պատերազմի թոհուբոհից անցնելուց հետո մտել է առօրյա կյանք, ինչը արդեն հերոսություն է։ Վաչեն ավելին քան մեծ ուժ ա ցուցաբերում թողնելով անցյալը եւ նոր ներկա կերտելով։ Կուզեմ, որ Նժդեհյան գաղափարախոսությունը մտնի ցանկացածից մեջ եւ իսկապես մեր հայրենիքը պաշտպանողի դերը վերցնենք, ոչ թե պարտվածի պիտակը։ Գարեգին Նժդեհ մեդալի արժանացած Վաչե Ջավահիրյանն ընտանիքի միակ զավակն է։ Վիրավորվել է 18 տարեկանում 2020 թվականի հոկտեմբերի 4-ին ջրականում։